Պետական մակարդակով գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օրակարգում չէ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ առհասարակ այդ խնդիրը։ Մենք եկել ենք հարգատուր կանցերից 15 թվականին նահատակվածներին եւ քննեի հարցերը, որ ինքնուրույնության այս տաների ընթացքում։ Իսկ ձեզ համար իսկ ձեզ համար որևէ հարց ցեղասպանության հետ կապված կա։ Որևէ հարց, որևէ հարցական ցեղասպանության հետ կապված ձեզ համար կա։ Դե ասում եմ հարցականներ կան ձեզ համար ցեղասպանության հետ կապված։ Հարցականների հարցի ցեղասպանությունները։ Պետք է Հայաստանը գնա շարունակի ճանաչման գործընթացը եւ պահանջի աշխարհից ու հատկապես Թուրքիայից ճանաչել ցեղասպանությունը։ Նախ այսօր մենք փոխհատուցում նաեւ դրամատրել։ Նախ այսօր մենք պետք է կարողանանք այսօրվա իրավիճակից ելնելով գնանք սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ես այլ տարբերակ չեմ տնում։ Եվ մենք որպես երկրապահի վարչության նախագահ այս տարիների ընթացքում դե բնականաբար գիտեք Արցախյան պատերազմում մենք 984,000 հոգով մասնակցել ենք, տվել ենք 74,113 վիրավոր եւ 20 թվականից մինչեւ այսօր 7 ուղղությամբ պահում ենք մեր պետական սահմանները։ Եվ հիմնականում մեծ ուժերը մեր երկրապահի զավականի հանձնվում։ Քանի որ ներողություն եմ խնդրում Թուրքիայի դրոշը այրելու դաշնակցության քայլին, որտեղ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի նախագահ դրանք դատապարտեցին այդ գործողությունը։ Ես այսօր իրավիճակից հասկանում եմ, որ դա ընդհանրեն ակցիա էր, որոշ մարդկանց ցանկությամբ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ մեր սահմանազատման հետ կապ։ Բայց դա տարիներ շարունակ տեղի է ունենում։ Դա իրանց քննին է, այս կուսակցությունն է, ես չեմ քննադատում կամ չեմ դատում։ Նախորդի դուք չեք մասնակցել կամ քննադատել եք նախորդ դրոշ վառելու։ Ընդհանրապես Նախորդ տարիներում նման բան չկար, որ գնային խաղաղության պայմանագրի։ Չէ, դրոշ վառել։ Հարց եք տալիս, լսեք այ բանամ։ Դրոշ վառել միշտ եղել է եւ չեն դատապարտել։ Դա իրանց կուսակցության խնդիրն է։ Բայց այսօրվա իրավիճակում պիտի մենք իշխելով ենք, ես միշտ ասել եմ։ Մենք պետք է հրաժարվենք պահանջատիրությունից եւ մենք պահանջատիրությունի շենք ենք, խաղաղության գործընթացը հակասում է մեր պահանջներից։ Այսինքն որ պահանջներ դրոշ վառելու։ Չէ, պահանջատիրությունից, ցեղասպանության ճանաչումից այդ պահանջները։ Մենք գործընթացի մեջ ենք, որ պիտի ավարտին հասնենք, հետագան ցույց կտա։ Այսինքն ձեր համար դատապարտելի է դա։ Կներեք, բայց այսինքն այսպեսի մի հայտարարություն համախմբած պիտի խելոք լինի, որ այս իրավիճակից մենք դուրս գանք։ Ասում եմ պետք է ես որպես վարչապետ ասում եմ։ Ինձ հարց ունես տալու իմ գործնեության շրջանակներում։ Որպես ձեր թիմակից ասում եմ, եթե ես վերանտրվեմ պատմական արդարության վերականգնման օրակարգից հրաժարվում եմ, դուք սա ինչպես եք ընկալում, ինչ է դա։ Ժամանակը ցույց կտա։ Պարոն Միքայելյան ասաց, քանի որ երկրապահները ծառայություն են իրականացնում Գեղարքունիքում, Ջերմուկում եւ այլն, Գեղարքունիքում 25 թվականին նոր ներխուժում եղել էր։ Ոչ, այդ սուտ է, ես գիտեմ այդ բայց Արբանյակն է ստում։ Որ ասում եմ դա սուտ է եղել, ես այնտեղ կանգնած եմ, մեր տեղի երկրապահը մեծ թվականակով կանգնած է։ Նման բան չեղել։ Այդ հորիներել ու նման բաներին պիտի վերջ տալ։ Ներողություն, դուք ասում եք այնտեղ կանգնած ենք, հետո ասում եք պիտի մի քիչ խելոք մնանք եւ այլն։ Այնքան խելոք լինենք, չմնաք, տեսեք, գաղափարապես խելոք լինենք։ Հա, հիմա գաղափարապես այնքան խելոք ենք ձեր ասած, որ մեր սուվերեն տարածքից այդպես էլ դուրս չեն գալիս։ Ժամանակա, դրա համար եմ ասում, պիտի մենք գաղափարապես խելոք լինենք, որ այդ գործընթացը հարցվի ավարտին։ Երկրապահը ինչպես է պատրաստվում մեր սուվերեն տարածքները, որ անցել է թշնամուն։ Երկրապահը այս սուվերեն տարածքների դեմ կանգնած է եւ խաղաղության օրակարգի եւ սահմանազատման հետ կապված կան տարածքներ, որ պիտի իրանք հետ տան։ Արծվաշենա, բավար չտանը հետո կերվա, եթե համախմբված լինենք չեն կարա չտան։ Դուք եք կարծում, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի, աղետալի պատերազմ կլինի սեպտեմբերին։ Դե Ժորժ ջան, մի գործընթաց հասկացեք քաղաքացիական պայմանագիրը։ Այսօր ես համարում եմ, որ արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է երկրի վարչապետը։ Եվ մենք այսօր չեմ ուզում ստե բոլորը առաջացեմ ուրիշ ինչ ճանապարհ ունեն գնալու։ Այս նույն բաները անգլիացիք, որ 19 թվականին մտան Գորիս, էլի նույն ձևի խափին գնացին։ Հիմա մենք ինչ անենք։ Մենք երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի կազմում։ 44 օրյա պատերազմին ոչ մի օգնություն չեղավ մեզ։ Ոչ մի օգնություն, լինելով հապկանտամ, դաշնակից պետություն,
ու այսօր մարդիկ ուզում են նորից տանել մեծին Ռուսաստանի կազմ, որը ես Գերը Ռուսաստանի կազմում։ Երբեք չեն գերել Ռուսաստանի կազմում չի, բա ինչի։ Բա ո՞նց են Դա ինչի։ Այսինքն անկախ Լավ, պետություն լավ, դուք իսուս խոսքս վերջացնեմ։ անկախություն չենք ունեցել։ Անկախություն ունեցել ենք, եղբայր, բայց մի հատ մենք Հայաստանի Հանրապետության պետական սահման ունենք, ինչև էս։ Կա նման բան։ Այո, ունենք։ Ուրա։ Չեք տեսնում, այն Ուրա, ես լավ եմ տնում։ Իներով հաղթեցի, ես ավելի լավ եմ տնում։ Այն սահմանի որտեղ որ դու կանած եք պետական սահման, չի։ Այդ թվում ընդհանրապես մեր ժողովրդի նախկինում որևէ մեկը չէր կարողանում պատերազմով։ Որովհետև մենք հիմա ասում են, եթե սահմանադրական մեծամասնություն չլինենք, պատերազմը կլինի։ Ազատամարտիկները, բոլոր այն տղեկ, ովքեր են ժամանակին զենք վերցին, Վազգեն Սարգսյանը բոլորիս համախմբեց, մենք հզոր ենք։ Մենք մեր գործը փայլուն արել ենք։ 16 Մի թվականին այդ րոպե, մենք մեր գործը փայլուն արել ենք 90-ական թվականներին։ Մնացածը քաղաքական գործիչների գործն է։ Այսօր ես ինչ արել եմ այն թվերին Վազգենի օրոք մինչև հիմա Վազգենի համատարծան ներքո։ Այսօր նույն գործն արում է երկրապահ Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում կանգնած է 6 տարի թվականակներ չեմ ուզում ասել, դու գիտես որ Ադրբեջանի սայթերը վերցնեն, չգիտեմ ինչ վերլուծական կդնեն։ Թվականակները շատ մեծ թվականակով մինչև այսօր կանգնել ենք։ Ուզում եմ ասել, մենք չենք վախենում առաջ։ Հիմա վախեցնում են մեզ, այդքան մեր ժողովուրդը ընդհանրապես մեր ազատամարտիկներով վախկոտ չեն։ Ոմինչ էլ կարաս անես, բայց այսօր մենք պետք է խելիք լինենք, ոչ թե խելոք սակսեք ասեք, խելոք լինենք, ես վստահ ենթարկում եմ, խելոք լինենք գաղափարապես, այս իրավիճակից դուրս գանք, դառնալու սահմանած դարձած մեր պետական սահմանային ունեցած պետություն, հետագայում ժամանակը ցույց կտա։ Նայեք, Իսրայելը ինչքան գիտեմ 22000 քառակուսի կիլոմետր տարածք ունի։ Եվ այսօր աշխարհի գլուխ է տալիս։ Ժամանակը ցույց կտա։ Ես վերջացրի, խնդրեմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար